Թրամփը ակնկալում է, որ Ուկրաինայի նախագահը հրապարակային ներողություն խնդրի իրենից։ Սպիտակ տանը իր ոչ կոռեկտ պահվածքի համար։ Ամերիկյան լրատվամիջոցներն են գրում հղում անելով Թրամփի վարչակազմին։ Հիմա Միացյալ Նահանգների նախագահը տեսնել անգամ չի ուզում Զելենսկիին։ Սկանդալային հայտարարության հեղինակը փոխնախագահ J.D. Vance-ն է, որը փետրվարի 28-ի Թրամփ-Զելենսկի սկանդալի կիզակետում էր։ Թրամփը կարծում է, որ Զելենսկին ու իր թիմը անհարգալից վերաբերմունք են ցույց տվել Ամերիկային ու մերժել խաղաղության իրենց նախաձեռնությունը։ Երբ ուկրաինական պատվիրակությունը խնդրեց վերադառնալ ու վերսկսել բանակցությունները, նախագահ Թրամփն ասաց ոչ, նախ նրանք անհարգալից են եղել։ Հետո ինչ պետք է քննարկենք, երբ նրանք բաց մերժեցին խաղաղության հաստատման մեր նախաձեռնությունը։ Փոխնախագահի խոսքով Օվալաձև սենյակի դռները կբացվեն Զելենսկիի առաջ, երբ նա սկսի մտածել պատերազմը դադարեցնելու մասին։ Նախագահ Թրամփը պարզ ու հստակ ասել է. դռները բաց են, եթե նախագահ Զելենսկին իսկապես ցանկանա խաղաղության մասին խոսել։ Դու չես կարող վերադառնալ Օվալաձև գրասենյակ ու չքննարկել խաղաղության մանրամասները։ Սպիտակ տանը Զելենսկիի անցկացրած սև օրից 4 օր անց Թրամփը Ուկրաինային զրկեց ռազմական օգնությունից։ Առժամանակ կասեցվելու է Միացյալ Նահանգների ռազմական, հետախուզական, ֆինանսական աջակցությունը Ուկրաինային։ Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ 2-ից 4 ամիս կկարողանան ձգել առանց Վաշինգտոնի օգնության, որից հետո կարող է աղետ ու քաոս սկսվել ճակատում։ Կրեմլը ողջունում է Թրամփի որոշումը, դա ըստ Պուտինի խոսնակի լավագույն ներդրումն է խաղաղության գործընթացում։ Եթե դա ճիշտ է, ապա սա որոշում է, որ իսկապես կարող է Կիևի ռեժիմին մղել դեպի խաղաղ գործընթաց։ Ակնհայտ է, որ մինչ այժմ զենքի հիմնական մատակարարը ԱՄՆ-ն էր, եւ եթե դադարեցնեն մատակարարումը, դա կլինի խաղաղության լավագույն ներդրումը։ Բայց այնպես չէ, որ խաղաղության պայմանագիրը երջանկացնելու է կողմերից որևէ մեկին։ Միացյալ Նահանգների փոխնախագահի կարծիքով Կիևն էլ Մոսկվան էլ պետք է զիջման գնան։ Դա որևէ մեկին չի երջանկացնելու։ Ռուսաստանն էլ պետք է ինչ-որ բանից հրաժարվի, Ուկրաինան էլ։ Միացյալ Նահանգները Եվրոպային է մեղադրում Զելենսկիին թևեր տալու համար։ Ասում են դրա համար էլ բանակցային փակուղում հայտնված Ուկրաինայի ղեկավարը չի ուզում կանգնեցնել պատերազմը։ Զելենսկին գնում է եվրոպացիների մոտ, նրան գովաբանում են, թե դու ազատության մարտիկ ես, քեզ աջակցում ենք, մինչև վերջ պետք է կռվել։ Շատ լավ, իսկ անverջ կռվել ինչով, ում փողով, ում զենքով, ում կյանքով։ Եվրամիությունը հիմա նույնպես չի կարող ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային։ Պոլիտիկոն գրում է, որ Հունգարիան կապել է հին աշխարհամասի ձեռքերն ու ոտքերը ու վետո դրել Ուկրաինային 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու որոշման վրա։ Հոդվածում նշվում է, որ Բուդապեշտը աջակցում է ԵՄ-ի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, բայց կտրականապես դեմ է Ուկրաինային օգնություն ցուցաբերելուն։ Good morning everyone. Մանավանդ Եվրոպան ինքը վերազինման կարիք ունի, ինչպես հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Մենք ապրում ենք վտանգավոր ժամանակներում։ Եվրոպայի անվտանգությանը իրական վտանգ է սպառնում։ Այսօր ես ներկայացնում եմ Rearm Europe-ը, ծրագիր ավելի ապահով եւ ավելի դիմացկուն Եվրոպայի համար։ Հին աշխարհամասը նոր ծրագրով ուզում է ամուր պաշտպանություն կառուցել իր շուրջ։ Դրա համար Բրյուսելը իր անդամ երկրներին պատրաստ է 150 միլիարդ եվրո վարկ տրամադրել։ Հասմիկ Սերոփյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։